Ողջույն իմ սիրելի հետևորդներ, այսօր շատ հեշտ պատրաստվող, թեթև, համեղ խմորեղեն ենք թխելու ենք Անիի ավերակներ, մեզ հարկավոր է 4 միջին չափի ձու, 200 գրամ շաքարավազ և մի պտղունց աղ, այս երեքը միասին հարելու ենք մինչև մի քիչ փրփրի, ինձ մոտ տնական ձու է, դրա համար գույնը շատ մուգ է, ահա, այսպես փրփրելուց հետո ավելացնում ենք 100 գրամ մարգարին և 200 մլ մածունը խառնած 1 թեյի գդալ սոդայով, ներողություն եմ խնդրում, տեսանյութը այդ ընթացքը չի պահպանել, վերջում ավելացնում ենք 1,5 բաժակ ալյուր և 3 ճաշի գդալ կակաո և լավ խառնում ենք, ցանկալի է հարիչով խառնել, որպեսզի խմորեղենը ստացվի շատ փափուկ և մանր ծակոտիներով, խմորը պատրաստեցինք, վերջացրեցինք, ավելացնում ենք ծեծած կամ քերված կամ գռտնակած ընկույզ, 100 գրամի չափով, նախապատրաստում ենք ջեռոցի տապակը, ինձ մոտ 35-42 սանտիմետրի վրա է չափը, բուսայուղ ենք քսում, մի քիչ ալյուր ենք լցնում և լավ թափ ենք տալիս, խմորը տեղափոխում ենք տապակի մեջ, հավասար հարթեցնում ենք, որպեսզի բարձր ցածր չլինի, տապակը մի հատ թափ ենք տալիս և տեղափոխում ենք ջեռոց թխվելու 200 աստիճան տաքացած ջեռոցում, այս խմորեղենը պատրաստում են սերուցքով, սերուցքը վերցնում ենք 27%-ից բարձր յուղայնությամբ նախատեսված կրեմների համար, լցնում ենք ամանի մեջ, ավելացնում ենք 100 գրամ շաքարի փոշի, լավ հարում ենք, հարելուց հետո երբ պնդանում է, քսում ենք բիսկվիթի երեսին, սերուցքը օգտագործելուց առաջ ցանկալի է դնել սառնարան, ահա բիսկվիթը, հիմա եզրերից պետք է հանենք, խմորեղենը պատրաստվում է հենց մեկ շերտով և դրա համար այսպիսի մեծամանի մեջ ենք վերցնում, հետո եզրերից հանում ենք այսպիսի կտորները, բիսկվիթը հարթեցնում ենք, տեսեք ինչքան փափուկ է ստացվել և ինչ մանր ծակոտիներով, շատ փափուկ, շատ համեղ բիսկվիթ է ստացվել, հիմա այստեղ անհամաչափ չափերով կտրատում ենք, ինչ կտորներ կլինի, որպեսզի ձևավորենք տորթի երեսը, ահա հիմա սերուցքը, հարված սերուցքը 1 սմ բարձրությամբ գեղեցիկ հարթեցնում ենք բիսկվիթի վրա, երեսը ծածկում ենք մանր կտրատած եզրերից հանած բիսկվիթով, ահա այսպես, հիմա դատարկ տեղերը լրացնում ենք կտրատած ընկույզով, կարող եք նաև քերել, բայց ես սիրում եմ այսպես անհամաչափ ընկույզները, կրկին 100 գրամի չափով է և վերջում կամ գլազուր ենք ծորացնում կամ շոկոլադ ենք հալեցնում, ես շոկոլադը լցրել եմ ձևավորման տոպրակի մեջ, դրել եմ եռման ջրի մեջ, այն հալվել է և այսպես ծորացնում եմ, ահա սիրելիներս և տեսքն է գեղեցիկ և շատ հեշտ է պատրաստելը և շատ քիչ բաղադրիչներ են հարկավոր, մի խոսքով շատ կարճ ժամանակում կարող ենք ունենալ այսպիսի համեղ ու գեղեցիկ տորթ,
բաժանում եք ձեր նախընտրած չափերի և մատուցում եք, ցանկալի է պահել սառնարանում, որպեսզի սերուցքը շատ փափուկ չլինի։ Ահա սիրելիներս, ախորժալի տեսքով շատ գեղեցիկ խմորեղեն ստացվեց, հենց իսկը Անիի ավերակների նման, քանդված, ինքը կանգուն, բայց քանդված։ Մի խոսքով փորձեք, շատ համեղ է։ Այս խմորեղենը ինձ համար նորություն չէ, միշտ պատրաստել է աղջիկս, ուսանողական տարիներին վերցրել է ընկերուհիներից, շատ հարմար է, շատ համեղ է։ Մի խոսքով շնորհակալ եմ, որ դիտեցիք, փորձեք, պատրաստեք, կհանդիպենք հաջորդ նոր տեսանյութում։